1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Այնպես է ստացվել, որ ընտրություններից 2 ամիս առաջ Հայաստանը հայտնվել է տարբեր կողմերից իրականացվող, այսպես ասենք, խաչաձև շանտաժի թիրախում։ Մի կողմից այդ շանտաժը մենք ամեն օր լսում ենք, որ եթե ԿՊ չվերարտադրվի, Ադրբեջանը հարձակվելու է սեպտեմբերին, մյուս կողմից էլ այս խոսքը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում շատ կոշտ խոսակցության եւ դրան հաջորդած, այսպես ասենք, լեզվակռվի մասին է, Ռուսաստանի զգուշացումների մասին է, երբ այնտեղ պարզ հայտարարեցին, որ եթե Հայաստանը շարունակի դեպի Եվրամիություն իր ընթացքը, ապա չգիտեմ, գազը կթանկանա 3.5 անգամ, ԵԱՏՄ շուկան կփակվի կամ կբարթանա հայկական արտադրանքի համար եւ այլն, մի խոսքով հետևանքները շատ ծանր կլինեն։ Երկուսն էլ ակնհայտորեն հստակ շանտաժի տարրեր են պարունակում եւ մի կողմից ընդդիմությունը, մի կողմից իշխանությունները անընդհատ այդ մասին են խոսում, հասկանալի է, եթե դու քո ներքաղաքական կյանքը կառուցում ես վախերի վրա եւ դա աշխատում է, եթե բնականաբար վախեցնողներ միշտ էլ կգտնվեն։ Այլ հարց է, որ այդ երկու շանտաժները իրարից էականորեն տարբերվում են։ Նախ տեսեք, սկսենք ռուսական կողմից, այդ հնչող այդ նախազգուշացումները, դրանք որքան էլ դա մեզ համար տհաճ, բայց դրանք լիովին տեղավորվում են միջազգային նորմերի, միջազգային իրավունքի շրջանակներում, այնտեղ ասում են, եթե դուրս եք գալիս, շարժում եք դեպի Եվրոպա, հրաշալի է ձեր գործն է, բայց մենք գազը կվաճառենք միջազգային օրենքներով, մեր շուկայում ինչ-որ խստացումներ կկիրառենք եւ այլն, այսինքն ամեն ինչ միջազգային նորմերի շրջանակներում է։ Ի տարբերություն պատերազմի սպառնալիքի, որ Ադրբեջանից է հնչում, իդեպ Ադրբեջանից էլ չի հնչում, եթե նկատել եք, Ալիևը ամենադեպս վերջին շրջանում երբևէ չի ասել, որ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, իրենք կհարձակվեն։ Չէ, չեն ասել այդ մասին։ Այդ մասին Հայաստանի իշխանություններն են ասում, Նիկոլ Փաշինյանն է ասում, ընդ որում նաև հստակ ժամկետ է նշում սեպտեմբեր։ Բայց չի ասում, թե լավ, եթե Ռուսաստանի շանտաժը ինչ որտեղ հասկանալի է եւ տեղավորվում է միջազգային նորմերի շրջանակներում, ապա Ադրբեջանը ինչ հիմնավորումով պիտի հարձակվի Հայաստանի վրա, ասենք որպես ինչ, միջազգային այդ որ նորմ, մի դեպքում գործ ունենք համեմատաբար նորմալ միջազգային շրջանակ օրենքի տեսանկյունից գործողությունների, մյուս դեպքում ակնհայտ ապօրինի ագրեսիայի է։ Բայց Հայաստանի իշխանությունները չգիտես ինչու այն մասին չեն խոսում, այս մասին են խոսում, ընդ որում խոսում են, չգիտես ինչու դուխով, այն դեպքում, երբ որ Հայաստանը այնպիսի իրավիճակում է եւ տարածաշրջանը ամբողջ, որ պետք է առաջնորդվել ոչ թե դուխով, այլ խելքով, բանականությամբ, լինել զգուշավոր եւ այլն, այսինքն այս այն դեպքը չի, որ դու ասես դուխով, կամ երբ Ալեն Սիմոնյանը ասում է, դե դուք որ այդպես անեք, մենք էլ դուրս կգանք սներից, դուրս կգանք ընդեղից, դուրս կգանք եղբայր, այս այն դեպքը չի, որ թիկնապահները թևերը ոլորեն, դու էլ այդպես դուխով ինչ-որ վերջնակներ ներկայացնես, ինչ էլ է։ Հիմա Հայաստանի իշխանությունները այդպես որոշել են նույնիսկ, եթե չեմ սխալվում, այդ պատերազմի սպառնալիքին Ադրբեջանի կողմից հակադրել եւ մայիսի 28-ին ցույց տալ ինչ-որ զինատեսակներ, որ ձեռք են բերվել, ինչ-որ զինվորական շքերթի նման բաներ, որ այդ տեսեք, այո, այդպիսի պատերազմի սպառնալիք կարող է լինել, դրա համար մենք ցույց ենք տալիս, որ ձեռքերս ծալած չենք նստել, այդ հասկանալի է։ Բայց երևի տրամաբանական կլիներ, եթե նույն կերպել կցուցադրեին ռուսական զգուշացումներին կամ սպառնալիքներին դիմակայելու մեր կարողությունները եւ ասենք, եթե ոչ միայն զինտեխնիկա շարժվեր մայիսի 28-ին, այլ օրինակ, չգիտեմ, այնտեղ ցուցադրվեին նաեւ տարբեր, չգիտեմ, ֆուջիկաներ, գեներատորներ, փայտի վարարաններ եւ այլն, որովհետեւ այդ սպառնալիքին ոնց ենք դիմակայելու, ընդ որում սպառնալիքներին, որոնք Ռուսաստանը կարող է, իսկապես կարող է իրականացնել, բայց դրանց ոնց ենք դիմակայելու։ Իդեպ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները այնպես են ցույց տալիս, կարծես Հայաստանը այլ ընտրանք ունի եւ կարող է ընտրել
ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, օրինակ, եւ հասարակությունը հենց այդպես էլ ընկալում է, որ դու ԵԱՏՄ-ն հետամնաց, Եվրամիությունը այդպես զարգացած տեսնում եք բան, այո, բայց իրականում այդ այլընտրանքը չկա, որտեղ Եվրամիությունում, ընդհանրապես արևմուտքում պարզ է, մեզ չեն սպասում այնտեղ, մեզ չեն հրավիրել այնտեղ։ Ուղղակի ասում են, դուք գիտեք, ուզում եք ձգտեք, մենք ողջունում ենք ձեր ձգտումը, բայց բոլոր ռիսկերը ձեզ վրա են մնալու։ Եվ իհարկե շահագործելու են դա, բայց իրականում այլընտրանքը այդ երկուսի միջև չի։ Իրականում այլընտրանքը նրա միջև Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, թե դուրս չի գալիս։ Ոչ թե դուրս չի գալիս կամ դուրս է գալիս եւ մտնում մի ուրիշ տեղ, այդ ուրիշ տեղը չկա։ Ընտրությունը սրա միջև մնում ենք այնտեղ, թե այնտեղից դուրս ենք գալիս։ Եվ իդեպ ամեն անգամ երբ այսպիսի խոսակցություն է լինում, դե մարդիկ ասում են, չէ, դե իհարկե այս արևմուտք բատեսախոսների ինչ արեցին, այս արեցին, այն արեցին, շատ լավ։ Ես ուղղակի մարդկանց հարցնում եմ, ասում եմ, տեղյակ եք, որ 1918 թվականին մայիսի 28-ին նույն, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Հայաստանը այդ անկախությունը հռչակել է Թուրքիայի պարտադրանքով, ավելին վերջնագրային պարտադրանքով, որտեղ այնտեղ ասում էին, ստիպում էին, որ Հայաստանը հռչակվի որպես անկախ պետություն, հակառակ դեպքում սպառնում էին ծանր հետևանքներով։ Ես մարդկանց հարցնում եմ, երբևէ մտածել եք, թե ինչու է դա այդպես եղել։ Ինչու է Թուրքիան վերջնագրային ձևով պարտադրում, որ Հայաստանը հռչակի իր անկախությունը։ Այ երբ որ կարողանաք պատասխանել այդ հարցին, ես պատասխանը գիտեմ։ Եթե կարողանաք պատասխանել այդ հարցին, այն ժամանակ էլ գնացեք եւ ընտրություն կատարեք Հայաստանը այդ համակարգից դուրս է գալիս, թե մնում է այնտեղ, որովհետեւ այլ ընտրանքը սա է, ուրիշ այլ ընտրանք բազմապես չկա։ Այնպես որ հիմա Հայաստանում ահա այդ վիճակն է եւ շատ հասարակությունը փաստացի իշխանություններն էլ ընդդիմություններ դրել են այնպիսի վիճակում, որ հասարակությունը պարզ ասած պիտի ընտրի, թե ումից ավելի շատ վախենա կամ որ հեռանկարից ավելի շատ վախենա։ Հիմա ներքաղաքական իրավիճակի մասին շատ կարճ գնալով այդ իրավիճակը հասկանալի է լարվում է, ավելի է դա խորանալու, քան մոտեն ընդամենը 2 ամիս է մնացել եւ պարզ դարձավ, որ ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի այնուամենայնիվ այդ ուժին չհաջողվեց կամ այսպես ասենք Հայազգային կոնգրես ուժեղ Հայաստան այդ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը չստացվեց, հակը այդպեսի հայտարարությամբ հանդես եկավ։ Չգիտեմ, թե ինչ է եղել իրականում, այնտեղ կոալիցիոնը ինչ հարցեր են քննարկվել կուլիսներում, տեղյակ չեմ, փաստն այն է, որ դա չստացվեց այդ համագործակցությունը, հիմա Հայ ազգային կոնգրեսը միայնակ է մասնակցելու։ Կարծում եմ ամեն դեպքում ուժեղ Հայաստան կուսակցությունը սխալվեց, սխալ թույլ տվեց, ինչու եմ այդպես կարծում։ Գուցե նրանք ինչ-որ հաշվարկներ են արել ներքաղաքական, չգիտեմ, սոցիոլոգիական, մտածել են, որ դե կուսակցությունը հակը ոչ միայն վարկանիշ ունի, այլև բացասական վարկանիշ ունի, այսինքն հակավարկանիշ ունի, իրենց ձեռնտու չի, ավելի լավ կլինի իրենք այդ ուժի հետ չհամագործակցեն եւ այլն, գուցե այդպիսի հաշվարկներ են արել, ինչը նորմալ կլիներ, եթե Հայաստանը գտնվեր նորմալ իրավիճակում եւ առջևում լինեին սովորական, հերթական, համապետական ընտրություններ, բայց այդպիսին չի իրավիճակը ցավոք սրտի եւ եթե պարզ ասենք Հայաստանում կան 3 բևեռներ, պրո-ռուսական, պրո-արևմտյան, փաստացի պրո-թուրքական, այդ անկեղծ ասենք, եւ Հայաստանակենտրոն, պրո-հայաստանյան, այդ բևեռները իրենց մեծությամբ հզորությամբ տարբերվում են, բայց այո, պրո-հայաստանյան ինչ որ բևեռ շարունակում է մնալ եւ դրա ամենաերևացող ներկայացիչ Հայ ազգային կոնգրեսն է եւ խնդիրը տվյալ դեպքում այն մասին չէր ուժեղ Հայաստանը համագործակցում է Հայ ազգային կոնգրեսի հետ, թե չէ։ Խոսքն այն մասին էր, արդյոք պրո-ռուսական բևեռը համագործակցում է պրո-հայաստանյան, հայաստանակենտրոն բևեռի հետ, թե չի համագործակցում։ Խոսքը երկու ուժերի մասին չէր, խոսքը երկու բևեռների համագործակցության մասին էր, անկախ դրանց
ռեսուրսների, հա, չգիտեմ, վարկանիշից եւ այլն։ Փաստորեն ստացվեց, որ չի եւ դա հարցեր է առաջացնում։ Ինչու է հարցեր առաջացնում, որտեղ մարդիկ հարցնելու են, չէ՞, նույն այդ ուժեղ Հայաստանին ասել են, մի տեսակ անհասկանալի է, եթե դուք խոսում եք փաստացի ինքնիշխանության մասին, Հայաստանը ուժեղացնելու մասին, եւ միաժամանակ չեք կարողանում, այսպես ասենք, լեզու գտնել քաղաքական այն ուժի հետ, որը սրանից 35 տարի առաջ Հայաստանը բերել է անկախության, որի օրոք ձեռք են բերվել առաջին պատերազմում մեր հաղթանակը եւ այլն։ Այդ ոնց եք դուք խոսում ուժից, ուժեղությունից, բայց եթե չեք կարողանում համագործակցել այն ուժի հետ, որի օրոք այդ ամեն ինչը տեղի ունեցել է, բայց ամեն դեպքում իրենց գործն է, իրենք են կատարել իրենց ընտրությունը եւ ելի եմ ասում, իմ կարծիքն է, որ իրենք սխալվել են, բայց իրենց իմանալիքն է, ըստ երևույթին քաղաքական շատ իմաստուն խորհրդատուներ են ունեցել։ Ամեն դեպքում կարծում եմ առաջիկայում այս հարցերը վերադառնանք առաջին խնդրին, հա, Ռուսաստանի հետ այդ հնարավոր հարաբերությունների սրման հետևանքներ եւ ուժգացվող սպառնալիքներ պատերազմի, որում Ադրբեջանը երբևէ չի հայտարարել, Ալիև երբևէ չի հայտարարել, որ եթե այս իշխանությունները վերարտադրվեն, եթե Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, իրենք չեն հարձակվելու։ Երբևէ այդպիսի բան չեն ասել։ Նրանք խոսում են խաղաղության մասին, ասում են, այ եթե այս իշխանությունները վերարտադրվեն եւ կատարեն այս քայլերը եւ այսինքն սահմանադրություն փոխեն եւ այլն, չգիտեմ, հետո վստահ են նոր պահանջներ են առաջանալու, օրինակ գրեթե համոզված են, որ հետո պահանջելու են, որ Հայաստանը, ասենք, պաշտոնապես ներողություն խնդրի ադրբեջանցիների ցեղասպանության համար, ցեղասպանության որ հայտարարեցին, չէ, իրենք այդ են պահանջելու, չգիտեմ, այդ պարզ այդ սիմվոլիկան, Արարատ լեռ, բան, իդեպ քաղաքացիական պայմանագրում երևի գլխի չեն ընկել, որ իրենց լոգոտիպի վրա էլ կա Արարատ լեռան պատկերը գրաֆիկական այդպես դիզայնի միջոցով, թե չէ վազելով կգնային իրենց այդ լոգոն էլ կփոխեին։ Ինչևէ, կարծում եմ այս ընտրություններից առաջ նախորդող այս 2 ամիսներին հենց այս հարցերը պիտի լինեն հանրության ուշադրության կենտրոնում եւ հանրությունը պիտի գնահատի ռիսկերը, ոչ թե պիտի գնահատի հաջորդ խորհրդարանի կազմը, որ ուժը ինչքան պիտի լինի, պիտի գնահատի ռիսկերը, որ դեպքում ինչ է ստանում, ինչ է կորցնում եւ ամենակարևորը փորձի ինքն իր համար գտնել այդ իմ ասած հարցի պատասխանը, թե ինչու 1918 թվականին Թուրքիան վերջնագրային տեսքով պահանջեց, որ Հայաստանը հռչակվի անկախ պետություն։ Խոսքը ես չեմ զարմանա, թե հետագայում պարզվի, որ հիմա էլ Հայաստանի այդ եվրակողմնորոշումը կամ հապկիցի ատոմից դուրս գալը նույնպես Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղիղ եւ վերջնագրային պահանջն է։ Թե ինչի համար ինքներդ մի քիչ ուսումնասիրեք պատմությունը եւ վստահաբար գլխի կընկնեք։ Այսօր այսքանը կհանդիպենք։